որ Էջմիածնի ծայրամասային թաղամասերում է հաղթանակ դաշինքը։ Մարդիկ խնդիրների մասին են խոսում դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանի հետ։ Եկել ենք այս կակրած ձեր թաղամասի խնդիրների իմանալու ձեզ հետ խոսել։ Շատ խղճուկ է։ Մի հատ բարի լավ եք, լավ կգնի։ Սա դաշինքի առաջին այցը չէ քաղաքի ծայրամասեր, վերադարձել են խնդիրների լուծումների առաջարկներով։ Որ մենք մեր քարոզարշավը սկսել ենք այս ծայրամասային թաղամասերից, ձերը նախատեսել ենք այնք այս ժամանակ, որպեսզի ծայրամասային թաղամասերին բնորոշ մնացած խնդիրներն էլ իմանանք, որ կարողանանք կոնկրետ ձեզ լուծումներ առաջարկենք։ Մարդկանց ուզածը մեծ բան չէ, սկսածը գոնե կիսատ չթողնեն, մեկը երկու սարքեն։ Որ բոլորս միասին բերում են մի օր լցում ենք, 25 օր հետո նոր գալի դզում են։ Ջրմուղը արմեն թելը ինչ քանդում են, հողը լցնում են, տենց էլ այդ ոչ ասֆալտ ոչ բան։ Ոչ էլ խաղահրապարակ կա, այս մարդը առաջարկ ունի Սևակ Խաչատրյանին, տեղն է ցույց տալիս, թե որտեղ կարելի է խաղահրապարակ սարքել։ Եկեք մատ քայլենք նայենք։ Առաջ Մուդոլին քաղաք։ Քարոզարշավի 21-րդ օրը հաղթանակը եղել է նաև Աղավնատուն եւ Արագած գյուղերում։ Բարեմաղթանքներով են դիմավորել հաղթանակցիներին։ Աշխարհի խաղաղությունն է, ընտրվողին էլ հաջողություն է։ Աղավնատան եւ Արագածի եկեղեցիներ են մտել հաղթանակցիները, մոմ են վառել, աղոթել։ Հայկ Ավանեսյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։